գնային աջան։ Հավարտեցիք, հա։ Հավարտեցիք տիկին փոստ։ Բնակարանի խուզար։ Բա պարոն Թևանյանը հիմա Թևանյանը ինքը ազատ է, ժամանակ է պետք է ազատ լինել, բայց Ազատ է քանի որ տեղում դեռ որոշում չունի։ այո, կանոն եւ դեպահարելի որոշումներ պետք է լինել։ Դե հիմա այս պահին նույնիսկ են անում դռնփակ, որպեսզի որոշում կայացնեն։ Այնուամենայնիվ այս կայացնենք, այն Թևանյանը ազատ է։ Պարոն Թևանյան կարող են գալ ներս։ Ինչ են արգրավել տիկին Պոստանյանը։ Հեսա նայեք, դուք նայեք, այն հիմա նայեք, նայեք սիպսեք։ Ինչ եղավ, քանի ժամ է։ Խաբարարություն են իրականացրել, բայց ամենակարևորը եւ որպես լրատվամիջոց ես կուզենայի որ տեղեկանաք եւ նաեւ մեր հանրությանը տեղեկացնեք իրենց գործունեության արդյունքում ես հիմա մանրամասները չեմ կարող ներկայացնել, որովհետեւ պարտավորվածություն ունեմ քննական գաղտնիք չհրապարակելու քննչական կոմիտեի գործունեության արդյունքում արդեն դադարեցվել է 7 AM կայքի գործունեությունը։ Դա տեխնիկական պրոցեդուրայի հետ էր կապված, բայց իրենց գործունեության արդյունքում փաստացի մեծ լսարան ունեցող կայքը, որը քարոզչության այս փուլում շատ կարևոր նշանակություն ունի, դադարեցրել է իր գործունեությունը։ Ձեր տնից ինչ թղթեր էին նայում, ինչն էր հետաքրքրության առարկան։ Կոնկրետ թե ինչ-որ այդ շինծու մեղադրանքի հետ կապված կա, դրա հետ կապված ինչ-որ բաներ են ընդունում, բնականաբար սի բան չկա, ուղղակի մնացած դետալների մասով ես իրավունք չունեմ ասել։ Դուք որ դուրը թակեցիք մտակ ներս, ովքեր էին տանը։ ԱԱՑ-ի աշխատակիցներ եւ քննչական կոմիտեի աշխատակիցներ, ինչպես նաեւ կինս։ Հա, այսինքն ձեր կինը տանն է եղել, նա է բացել դուրը։ Չէ, իրանք միասին են, կինս եկել է տուն, իրանք միասին են բացացել։ Ես չստացվեց այս տուն, որ կասկածներ կային, որ իրենք առաջին են ձեր տուն մտել, այդպես չէ։ Չէ, այդպես չէ։ Պարոն Թևանյան, դուք որևէ առնչություն ունեցել եք Ռոսիա Կովկաս այդ կենտրոնի հետ, թե ոչ։ Որևէ առնչություն։ Չեք էլ ճանաչում ղեկավարին որևէ տեղ չէ։ Ես տեղյակ չեմ, թե ով է ղեկավարում այդ կայքը։ Եվ կայք չի, հետազոտական կենտրոնը, եթե չեմ սխալվում։ Չունեմ։ Այդտեղ տեղեկություն եք տվել գումարի դիմաց եւ այլն։ Դե այդ անհետեթությունները Եվ կներեք, ձեր հայտարարագրում էլ տեսնում ենք, որ դուք $100,000 եք այս տարի հայտարարագրել, 100,000-ից ավելի եվրո, 10 քանի միլիոն դրամ այդ գումարները կասում։ Դա շատ վաղուց հայտարարագրված գումար է, դեռևս ժամանակվան։ շուտ 10 տարի վաղեմության։ 20 եւ ավելի։ Կներեք, իսկ ինչ ծագում ունեն դրանք։ Ժամանակին զբաղվել եմ նաև գործարարությամբ, 90-ականներին, նաև մասնագիտական ոլորտի հետ կապված, նաև բնականաբար ժառանգություն եմ ստացել, չեմ կարծում անշարժ գույք վաճառել եմ, շարժական գույք եմ վաճառել եւ դա հայտարարագրված է պաշտոնապես, երբ որ 21 թվականին ես դարձա պատգամավոր, այդ բոլոր գումարները հայտարարագրված են, հիմա էլ հայտարարագրում եմ դրանք որպես կուսակցություն։ Այսինքն 90-ականներից այդ գումարները գալիս են, չեք ծախսում։ Ծախսում ենք բնականաբար, ծնողներից եմ ժառանգություն ստանում անշարժ գույքի վաճառքից, շարժական գույքի վաճառքից եւ իմ գործունեությունից։ Պարոն Թևանյան, հիմա դուք այստեղից ուր եք գնում։ Ազատ եք գնալու այնտեղ, որտեղ ես որևէ կարգավիճակ չունեմ այս սրա հետ կապված, որևէ փաստաթղթով ինձ ծանոթված չէ, թե ես ընդհանրապես ինչ կարգավիճակով մասնակցում, այս խուզարկության որոշման մեջ է նույնիսկ ներկայացված չի թե ինչ կարգավիճակով, ոչ վկա, ոչ մեղադրյալ, ոչ ոք։ Բայց ոնց որ ձեզ է սպասում, հա, աշխատակիցը կարծես թե ձեզ է սպասում։ Դե իրանց պետք է հարցնեն, թե ԱԱՑ աշխատակիցը ինչ է սպասում։ Չեք հարցրել ձեզ ուր են ուզում ուղղակի։ Իրանք ասում են, որ դուք ազատ եք, մենք ավարտեցինք խուզարկությունը, դուք այլևս ազատ եք։ Ես պետք է գնամ, օրինակ, ձեր հետ միասին թե կուզենաք, պատրաստվում եմ կամ ԱԱՑ գնալ կամ քննչական կոմիտե, գնամ ասեմ մի հատ հրապարակ, մեղադրանքներ եք քննչեցրել, որևէ ապացուցողական բազա չկա, որը հիմնավորում չկա, այդպես ներկա պարանոց հայտարարություն է, գնանք ասենք նա հրապարակ եք մենք էլ տեղեկանանք։ Կարծում եմ ձեզ էլ հետաքրքիր կլինի, միասին գնանք։ Հիմա գնում եք քննչական թե ԱԱՑ։ Կարելի է քննչական գնալ, որովհետև քննող Գնում եք այնուհանդերձ հետները, ճիշտ եմ հասկանում։ Ես իրանց հետ չեմ գնում։ Հիմա իրանք սպասում են, որ ավտոտնակի զննություն իրականացնեն։ Դուք ներկա եք լինելու։ Կարծում եմ չէ։ Ես որևէ բան չեմ։ Ձեր ավտոտնակը զննելու կա։
ազատ տեղակայվելու իրավունքից կօգտվել։ Պարոն Թևանյան, այնուհանդերձ դուք ռուսամետ գործիչ եք ընկալվում։ Դա սխալ որոշում է, ես հայամետ գործիչ եմ, որը կողմ է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը։ Դոնբաս չէիք գնացել, Դոնբաս էիք գնացել։ Շատ ճիշտ են կարել, որովհետև հայ համայնքը մեզ հրավիրել էր Դոնբաս, մենք գնացինք Դոնեցկ եւ Լուգանսկ, որպեսզի հասկանանք, թե ինչպես են իրենց զգում հայերը, նաեւ հումանիտար օգնություն այնտեղ տարանք։ Ես այդտեղ որևէ սխալ բան չեմ տեսնում, ճիշտ հակառակը Հայաստանի իմիջը դրանով բարձրացել է, հայ-ռուսական հարաբերությունները խորացվել են, որոնք փչացվում են այս իշխանությունների օրոք։ Եվ պարոն Թևանյան, կներեք, դուք բացառում եք եւ երաշխավորում եք, որ այս քննչական գործողությունների արդյունքում չի պարզվելու նախաքննական մարմնի տարածած հայտարարության բովանդակության հետ կապված որևէ բան։ Անհետությունները եւ որևէ կերպով չեն կարող հիմնավորվել։ Բացառում եք։ Անհետություն է դա։ Մարազմ։